Հարկ այսօրվա խոսակցության նյութս երկու թեմաների է վերաբերվելու Բևերի Zoom միտինգին է վերաբերվելու արտերկրում բնակվող բևեռականների, գրասենյակների պատասխանատուների հետ համատեղ կայացած այսօրվա միտինգի, ասել է թե ժողովի խորհրդակցության մասին եմ խոսելու, կազմակերպչական որակի մասին, որովհետեւ դուք պատկերացում կազմեք առհասարակ բևեռը իբրև կառույց ինչպիսին է, թե ինչ ենք խոսել, բնականաբար դա չեմ ներկայացնի, որովհետեւ դա փակ խոսակցություն է, արդյունքները մոտ 2-3 շաբաթ անց որոշում կայացնելուց արդեն պարզ կլինի։ Խոսելու եմ նաև կաթողիկոս Նիկոլ Կրեմլ նախկիններ այս փոխհարաբերության, ինչու չէ նաև կապի, ինչու չէ այսօրվա իրավիճակի եւ խեղճուկրակ եկեղեցու վիճակի մասին։ Սկզբից խոսենք մեր Zoom միտինգի մասին, որտեղ մասնակցում էին բևեռի աջակիցներ սկսած Արևելքից, Ուզբեկստանից, մինչև Եվրոպաներով գանք հասնենք Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ Կանադա, Տորոնտո, մոտ 58 մարդ էր միացել եւ եղան մարդիկ, ովքեր չունեին ուղղակի հնարավորություն մասնակցելու, որովհետեւ, չգիտեմ, մեկի հեռախոսի մեջ Zoom չէր եղել, հետո կապերով, զանգերով, ասենք իրար ճանաչում ենք, հարցուփորձ արեցին, ինչ խոսացվեց, չկարողացանք ժամանակը չէր ներել մեկի մոտ այդ հնարավորությունը չէր եղել, պատրաստ չէր եղել։ Ուզում եմ ասեմ, լուրջ քանակ է, այսինքն աշխարհի պատկերացրեք Ուզբեկստանից մինչև Տորոնտո, Կանադա, մարդիկ մասնակցեցին, իսկ դա լուրջ քանակ է, 58 հոգի կարծեմ։ Ես ուզում եմ ներկայացնել, թե ինչպես էր ընթանում այս խոսակցությունը։ Ինչպես գիտեք, բևեռը դա անհատ մարդու սեփականություն չէ, ասենք ինչպիսին, ասենք Բարգավաճ Հայաստանն է կամ չգիտեմ ՔՊ-ն է, հա։ Բևեռը ունի խորհուրդ եւ այս միջոցառումը, որ կազմակերպվել էր, այս քննարկումը մասնակցել ընտրություններին, թե չմասնակցել, այլ բան անել, ուրեմն Բևերի խորհրդի անդամները բացարձակ որից մեկը չմիջամտեց, իրենք ներկա էին խոսակցությանը, բայց իրենք որևէ տեսակետ չհայտնեցին, որովհետև իրենք հնարավորություն տվեցին, որ Բևերի մնացած անդամները իրենց տեսակետը արտաբերեն, այսինքն եթե Բևերի խորհրդի անդամը կամ Բևերի խորհուրդը տեսակետ է հայտնում, ասենք ասում են, մենք գտնում ենք, որ պետք է մասնակցել, ինչ որ կերպ իրենք դրանով կարողանում են ազդել, ասենք մի քանիսի տեսակետի վրա, կարող է ինչ-որ մեկը ասի դելա, որ Բևերի խորհուրդը գտնում է մասնակցել, եթե անգամ ինքը դեմ լիներ, կարող ասի ուրեմն մի բան գիտեն, ես էլ եմ կողմ, օրինակ, կամ եթե դեմ են, գտնում են դեմ են, ես էլ եմ դեմ։ Այսինքն Բևերի խորհուրդը բացարձակապես չեզոքություն ցուցաբերելով ուղղակի հանդիսատեսի կարգավիճակով մասնակցեց այս լսումներին եւ կողմ մասնակցությանը զեկուցողը խորհրդի անդամ չէր, ով դեմ է մասնակցությանը, ով զեկուցեց, ներկայացրեց, թե ինչու պետք չի մասնակցել, նույնպես Բևերի խորհրդի անդամ չէր։ Այսինքն Բևերի խորհուրդը ոչ մի կերպ չի ազդում Բևերի մնացած անդամների տեսակետների կամ ցանկությունների վրա։ Սա հենց խոսում է ժողովրդավարության մասին։ Դրա համար է կոչվում ազգային ժողովրդավարական բևեռ։ Եվ ասեմ նույնիսկ հայտնի է, թե մեր կալանավայրերում գտնվող մեր սասնացրերը բևեռի անդամներ են նաև բոլորը։ Նրանց տեսակետն էլ էր հայտնի, բայց այդ տեսակետն էլ չբարձրաձայնվեց, որովհետև դա էլ կարող էր ազդել, թեկուզ եթե մեկ հոգու կարծիքի վրա էլ ազդեր, դա արդեն անաչառությունը կարող էր կորցնել։
Այ սա է հենց Բևերի հզորությունը, Բևերի այսքան որ փորձում են 10 տարիներ առաջ մենք հակառուս էինք, արևմտամետ էինք, հիմա արդեն այնքան ասեցինք, որ ռուսը մեր թշնամին է, գլուխները մտել է արդեն, բայց մի քանի տարի հետո, հիմա քանի որ արդեն ժողովրդի գլուխը մտել է, որ ռուսը թշնամի է, Բևերին սարքել են, արդեն արևմուտքից բերել են, տարել են ռուսամետ են սարքել, այսինքն բազմաշերտ, բազմաբևեր պայքար է ընթանում Բևերի դեմ, բայց Բևերը քանի որ ինչ որ մեկի սեփականությունը չէ, այլ մարդիկ գաղափարի շուրջ են հավաքվել, չի կոտրվում եւ չի ընկրկում։ Ասեմ, որ թե կողմ մասնակցությանը կողմ զեկուցողը եւ մասնակցությանը դեմ զեկուցողը երկուստեք շատ հիմնավոր պատճառներ բերեցին, թե ինչու է հարկավոր մասնակցել, շատ լուրջ հիմնավոր պատճառներ բերեց զեկուցողը եւ ինչու չպետք է մասնակցել, այդ զեկուցողները շատ լուրջ ծանրակշիռ հիմնավորումներ բերեց եւ նույնիսկ մարդիկ կային, որ իսկապես չէին կարողանում կողմնորոշվել։ Երկու դեպքում էլ կային լուրջ հիմնավորումներ մասնակցելու համար, չմասնակցելու համար։ Դրա համար նաև տեղի ունեցավ քվեարկում եւ մի քանի շաբաթվա, մոտ 3 շաբաթ հետո, երբ որ արդեն բոլորի հետ այս հարցերը քննարկվի, քվեարկվի, կայացվի որոշում։ Ես փորձեցի մատուցել Բևերի գործնեության, թեկուզ սա ներքին գործնեություն է, բայց ցանկացա որ հանրությունը հասկանա, որ Բևերում չկան ամբիցիաներ, չկա ինչ որ մեկի քմահաճույքը, որ ասենք ինչ որ մեկը որոշի sense, ուրեմն բոլորը պետք է անեն։ Այսինքն Բևերում ազդեցիկ է գաղափարը, ընդհանուր գաղափարը։ Այսինքն ցանկացած մարդ կարող է առաջարկություն անել եւ նրա առաջարկությունը անգամ խորհուրդը ընդունի եւ չհակադարձի, եթե այսինքն գնահատականներն է տրվում իրական, չկա ամբիցիաներ, չկա, չգիտեմ, անձնական որևիցե, ասենք հակադրություն կամ չգիտեմ, ինչ որ մեկի հանդեպ ավելի այսպես գրավչություն։ Ես իսկապես այս Zoom meeting-ով ավելի հզոր ինձ պատկերացրեցի, որովհետև ես հենց այդ կառույցի անդամ եմ, մասնակից եմ, որի համար շատ ուրախ եմ եւ սիրելի հանրություն, անկախ ամեն ինչից Բևերը ինչ կորոշի, որոշումը այսպեսին է, որ ժողովրդին պետք է մենակ չթողնել եւ ժողովրդին պետք է փրկել այս թուրքացման ճանապարհից, ինչ ճանապարհով էլ որ լինի, ինչ մեթոդներով էլ որ լինի։ Անցնեմ առաջ, խոսենք, իմացանք, որ Գարեգին Բեի հանդեպ, չգիտեմ, հետախուզում է հայտարարվել, արդեն գործ է արվել, ինչ է արվել։ Դուք գիտեք իմ անձնական վերաբերմունքը Գարեգին Բեի հանդեպ, որովհետև ինքը որպես կաթողիկոս այդքան թեկուզ եւ ունենալով թերություններ, ինքը իրեն որպես ազգային կամ ազգի մասին մտածողի կերպարում չէ, որովհետև ինքը կարող էր ընդունել, ասել, այո, այն ինչ որ ասում եք այդ մեղադրանքները ունեմ ես այդ սխալները, խախտումները, դա քրեական պատասխանատվություն չէ, կարող էր ինքը ներողություն խնդրել եւ ասել, որ հայրենիքը, ազգը, պետությունը լուրջ խնդիրների առաջ է ծառացած, ես խնդրում եմ ինձ ներեք, ես ուզում եմ ծառայել եւ իմ օրհնությունը բերել եւ իմ միջամտությունը բերել Հայաստանի հայրենիքի փրկության։ Ինքը նման գործողություններ կամ հայտարարություններ չի անում, այսինքն այն մեղադրանքները, որոնք Նիկոլը հնչեցնում է, ավտոմատ ինքը վերցնում է, այսինքն ընդունում է, որ ժողովրդի մի հատված էլ ասում է, ուրեմն Նիկոլը ճիշտ է անում, որ հալածում է, բայց իրականում եթե խորը նայում ենք, եթե Գարեգին Բեն չի դիմադրում, նշանակում է ինքը Նիկոլին հնարավորություն է տալիս։ Օրինակ, երբ որ
արքեպիսկոպոսներին երբ որ հատուկ ծառայությունները գնացել էին Սուրբ Էջմիածին, այնտեղ էր թե Շիրակի թեմի առաջնորդը, թե Տաուշի թեմի առաջնորդը եւ ոստիկանությունը պահանջում էր կամ հատուկ ծառայությունները պահանջում էին նրանց հանձնել, ինքը շատ հանգիստ տարավ հանձնեց հատուկ ծառայություններին փոխարենը իսկապես զանգեր հնչեցնելու ժողովրդին տագնապով ոտքի հանելու, որպեսզի թրքաբարում կուրկուրի ձակ դառնար եւ անգամ հրաժարական, այսինքն զգար, որ ինքը անելիք չունի, Գարեգինբն այդ գործողության փոխարեն նրանց հանձնեց Նիկոլին եւ հետո Նիկոլը հերթով սկսեց եւս որոշ հոգեվորականների կալանավորել, իսկ ովքեր էլ հասկացան, որ իրենց հետ կապված էլ ունեն կոմպրոմատներ, ովքեր վախեցան, անմիջապես անցան Նիկոլի ճամբար եւ արդյունքում քայքայվում եւ տրոհվում է հայ առաքելական եկեղեցին։ Ես միշտ կասկածել եմ Գարեգին բեի, այն որ Նիկոլն ասում է ինքը գործակալ է, բայց հետաքրքիր է Գարեգին բեն ում որ գործակալն է, Նիկոլն էլ է դրա գործակալը, նախկիններն էլ են այդ նույն համակարգի, այսինքն կրեմլյան համակարգի գործակալ են, նախկինները այսպես Գարեգին բեին աջակցություն են ցուցադրում, բայց այդ ամեն ինչը տեսնում ենք, որ դա բանավոր է, իրենք լուրջ գործողություն կամ քայլ չեն անում, որովհետև իրենք ունեն այդ ռեսուրսը, բայց չեն անում։ Այդ ծղրտոցը, այդ չգիտեմ ես ինչերը, դրանք ոչ մի արդյունք չեն բերում, հասկանում եք։ Իսկ ազգային ժողովրդական բևեռը, երբ որ եկեղեցուն աջակցում է, շատ հարմար, թեկուզ եւ նախկինները փորձում են ցույց տալ, որ տեսեք, սրանք նախկինների հետ են, այսինքն իրենց հետ են, թեկուզ երրորդ դեմքով, այսպես փորձում են բևեռին նախկինների հետ կապելով, ասենք, փչացնել, բայց բևեռը բազմիցս հայտարարել է, որ ինքը եկեղեցուն է աջակցում եւ ինքը չի վախենում, որքան էլ փորձեն ինչ-որ նախկինների հետ կամ Նիկոլի հետ կապել, մենք հայրենիքի փրկության համար որևիցե մեկի, ասենք, կեղծիկներից, ստերից չենք վախենալու եւ մենք եկեղեցու կողքին ենք մնալու մինչեւ վերջ։ Անկախ այնից Գարեգինբն ոնց կզիջի Նիկոլին, ինչքան կձգի այս ամեն ինչը, որ հյուծվի եկեղեցին նոր զիջի, հասկանում եք, սա ես դիտավորություն եմ տեսնում Գարեգինբեի կողմից, որովհետև այդ նույն Կրեմլը, ասենք, եթե Նիկոլին պարտադրում է եկեղեցու վրա հարձակվի, այդ նույն Կրեմլը Գարեգինբեին էլ ասում է՝ մի դիմադրի, նահանջի, թող Նիկոլին հաջողվի եկեղեցին թուլացնել։ Այդ նույն կերպ, այդ նույն Կրեմլը հանգում է նաև նախկիններին, որ չակտիվանալ, մնացեք հայտարարությունների շրջանակներում, ավելորդ որից է բան չանեք, ինչը որ զգացվում է։ Այսինքն ես ուզում եմ անել այսպիսի արտահայտություն, այսօր գրառում եմ արել իմ Facebook-յան էջում, որ այն ինչ որ արվում է եկեղեցու հանդեպ Նիկոլի կողմից, դրա մասնակիցն են նաև Գարեգինբն, նաև նախկինները, որովհետև այդ ամեն ինչի գլխում կանգնած է դրանց բոլորի տեր ու տիրական Կրեմլը, այդ խմբակի, կլինի նախկին, կլինի ներկա, կլինի կաթողիկոս։ Սա է պատճառը, որ մեր եկեղեցին շարունակ նահանջում է։ Եվ Նիկոլին հաջողվել է արդեն կարծեմ 10 թե 11, 12 արքիեպիսկոպոսների դեպի իրեն տանել, չգիտեմ այդ քանակը, այսինքն կիսել է արքիեպիսկոպոսներին, կարելի ասել, այսինքն եթե հանգարց Գարեգինբեին հիմա տեսեք, արդեն հետախուզում կարող է կալանավորեն, եկեղեցին մնաց անգլուխ, արդեն երբ որ կաթողիկոսի ընտրության կամ ժամանակավոր ինչ-որ մեկին դնեն այնտեղ ծառայելու, ասենք Բենթլիներին է, ասենք Բենթլիներին այդ թիմի, այդ թևի մարդկանց է, այսինքն նիկոլական արքիեպիսկոպոսներին է դնելու, մինչև նոր ընտրություններ, բնականաբար ում էլ որ դնի, այնպես են անելու, որ իրենց մարդը նորից անցնի եւ եկեղեցին ավտոմատ կդառնա
այն որ Նիկոլն ասում էր ժամանակին ենթարկվել է Օսմանյան կայսրությանը, այսինքն եկեղեցին արդեն կդառնա Նիկոլահաբատակ, իսկ Նիկոլը թրքահաբատակ է։ Ասել է թե եկեղեցին արդեն էլ ազգային չի լինի, կդառնա թրքահաբատակ։ Գործողությունը տանում է սրան։ Եվ հանրությունը, օրինակ, եթե եկեղեցին զանգեր չհնչեցնի ու եթե Գարեգինբեն գնա եւ ասենք ինչպես հանձնեց այդ բաներին արքիեպիսկոպոսներին ինքն էլ գնա հանձնվի օրինակ ու եթե հանգարց փորձեն դնել մի մարդու, որը Թուրքիայի սրդով է, Էրդողանը դե բարձրաձայնել էր, չէ, ամիսներ առաջ, որ եկեղեցում գործողություն է կատարում, հետո մենք կասենք, թե ով այնտեղ պետք է կաթոլիկոս դառնա։ Այդ հայտարարությունը Էրդողանը արել է։ Եթե Էրդողանի արտահայտությունից հետո Նիկոլը շարունակում է գործունեությունը, ուրեմն հասկանում ենք, չէ, որ այս այն ինչ որ արվում է, ինչպիսի, ասենք, թիգունք ունեն, էլի բացի Պուտինից, նաև Էրդողանը, ասենք Ալիևը, չնայած այդ երեքը իրար հետ են գործում, ընդհանրապես Հայաստանի դեմ, հայոց պետականության դեմ։ Սիրելի անություն, եթե Գարեգինբեն արդեն գնա հանձնվի եւ հանգարց Նիկոլը փորձի Բենթլիների թիմից որից է մեկին կամ հենց Բենթլիին նշանակի ժամանակավոր գլուխ եկեղեցու, իսկապես պետք է լուրջ բոյկոտել եւ այդ բողոքը դարձնել հեղափոխություն, դարձնել քաղաքական, ոչ միայն այսինքն պաշտպանություն եկեղեցու, պետք է դարձնել քաղաքական եւ ազատվել միանգամից, ազատվել բենթլիական հոգեվորականներից, որոնց Նիկոլը օգտագործում է եւ նախկիններից ու ներկաներից։ Սա շատ հարմար առիթ կարող է լինել, որպեսզի հանրությունը միանգամից հրաժարվի թե նախկին նախագահներից, թե Նիկոլից, թե Գարեգինբեից ու միավորվի եկեղեցու շուրջ ու հեղաշրջում կատարի։ Սա կարող է նման էֆեկտ բերել, եթե ժողովուրդը կամք ունենա։ Իսկ բևեռը անընդհատ։ Իսկապես մեր գործնեության ավելի ընդարձակ ֆիզիկական գործնեությանը ֆինանսներն են խանգարում, որովհետև անգամ եթե դու ունես գրասենյակ, այդ գրասենյակում նստած ես ուրիշ ոչինչ չես անում, դա նորից փող է պահանջում, որովհետև այդ գրասենյակը ունի կոմունալ վարձեր, ունի սպասարկողներ, հա, ունի վարձավճար, հասկանում եք, իսկ հասկանում եք, որ մենք բացառապես ձեր ներդրումներով ենք կարողանում գրասենյակ պահել, սիրելի հանրություն, այնպես որ ազգային շարժման, այսինքն եկեղեցիական, երբ որ ես սպասում եմ դրան, այդ շարժումը որ սկսի, ոչ նախկինները, ոչ Բենթլիները, ասենք իօքուտ ժողովրդի ոչ բան չեն անելու, որովհետև Պուտինը թույլ չի տալու։ Նրանց համար Պուտինն ավելի թանկ է, քան Հայաստանը։ Այդ միանշանակ է։ Եվ էլի բեռը մնալու է ազգային ժողովրդարական բևեռի ուսերին։ Երևի եթե Գարեգինբեն չլինի, արդեն ժողովուրդը բևեռի քայլերն ավելի ճիշտ կհասկանա, որովհետև այս պարագայում, երբ որ եկեղեցուն աջակցում ես, մարդիկ անմիջապես շուռ են տալի, որ աջակցություն էր Գարեգինբեին։ Եվ նորից զարմացած եմ Արամ առաջինի պասիվության վրա, Կիլիկիո կաթողիկոսի, իրոք սարսափելի պասիվ է, ասենք մի երկու կծկտուր հայտարարություններ եւ վերջ, դա բավարար չէ, որովհետեւ թուրքերը այդ հայտարարություններով չեն զսպվելու, նրանք անընդհատ Նիկոլին մղում են շանտողություն անելու, մղում են առաջ, ոչ միայն եկեղեցու հանդեպ, այլ ընդհանրապես մեր պետության եւ պետականության հանդեպ։ Այնպես որ պատրաստ եղեք, որ հարկ եղած դեպքում բևեռի հետ դիմադրությունը սկսեք, եկեղեցու հետ կապված, աջակցեք բևեռին ֆինանսապես, որպեսզի կարողանանք մենք մոբիլիզացնել հայ հանրությանը եւ ճիշտ ուղղորդել։ Շնորհակալություն ուշադրության համար, խոհեմ եղեք։